Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչինյան։ Պարոն Քոչինյան, տարին ամփոփելու տրամաբանության մեջ եկեք հիշենք, թե տարվա սկզբին ինչ էր քննարկում ընդդիմությունը, երբ Թրամփը անցավ պաշտոնավարման, նախ համոզում էին, պնդում էին, որ այս վարչակազմին Հայաստանը եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանը հետաքրքիր չէ, ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, գուժում էին անգամ պատերազմի մասին։ Հիմա նույն ընդդիմությունը քննարկում է Ադրբեջանից Հայաստան բերված նավթամթերքը, ասում է, որ դա ոչ միայն խաղաղության բաղադրիչ չի, այլև հակառակը, մենք զինում ենք ադրբեջանական բանակը եւ այսպես շարունակ։ Այս երկու բևեռները ուզում եմ հասկանանք ինչի մասին է եւ Ադրբեջանից այդ նավթամթերքի ներկրումը ինչ քաղաքական ու տնտեսական նաեւ նշանակություն ունի։ Դա խաղաղության բաղադրիչ է, թե ինչպես ընդդիմությունն է պնդում, դա հակառակի մասին է խոսում։ Ես իհարկե կպատասխանեմ ձեր հարցին տարվա ընթացքում նարատիվների փոփոխության, բայց թույլ տվեք ես չմեկնաբանեմ մի խումբ լուսնոտների ուրեմն այսպես նարատիվները, որոնց դուք ընդդիմություն եք կոչում, որովհետև ես կարծում եմ մենք մտնում ենք մի հատ ինչ-որ sense փակ շրջանակի մեջ, երբ որ մի խումբ կիսախելագարներ ուղղակի ինչ-որ հայտարարություններ են անում, մենք սկսում ենք դրանք քննարկել, լուրջ մարդկանց տեղ ենք այդ մարդկանց դնում ու արդյունքում Հայաստանում քաղաքական դիսկուրսը անընդհատ ընկնում է, անընդհատ անլրջանում է, անընդհատ մենք քննարկում ենք ինչ-որ հիմարություններ։ Այդ մասով։ Հիմա ինչ վերաբերում է տարվա սկզբին եւ տարվա վերջին նարատիվների փոփոխության մասին, տարին իսկապես չափազանց մեծ փոփոխություններ բերեց ոչ միայն Հայաստան, նաեւ տարածաշրջան։ Եթե տարվա սկզբին ուրեմն եւ խոսակցությունները եւ գործողությունները Ադրբեջանի ավելի շատ կոնֆլիկտային տրամաբանության մեջ էին եւ չէր կարելի բացառել սրացման հնարավորությունը, անգամ ուրեմն արճակատման հնարավորությունը սահմանին, ապա տարվա ընթացքում տեղի ունեցան բավականին լուրջ վերադասավորումներ Հարավային Կովկասում, որոնք երկու այսպես նշանային իրադարձությամբ կարող ենք ձևակերպենք։ Մեկը դա Աբու Դաբի հանդիպումն էր, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը ըստ էության համաձայնության եկան բոլոր հարցերի շուրջ բացի մեկից, եւ մյուսը դա Վաշինգտոնի հանդիպումն էր, որտեղ այդ վերջին մնացածի շուրջ եղավ համաձայնություն, վերջինը բնականաբար կոմունիկացիաների հարցն էր։ Երբ որ այս երկու հանդիպումները մենք միասին վերցնում ենք, քաղաքական բնույթի խոշոր տարաձայնություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այլևս չկան։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, տեքստը համաձայնեցված է։ Եվ ամենայն հավանականությամբ 26 թվականի ընթացքում մենք կտեսնենք այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Կոմունիկացիաների մասով հայ-ամերիկյան բանակցությունները ընթանում են եւ նորից 26 թվականի ընթացքում մենք ամենայն հավանականությամբ կտեսնենք դրանց արդյունքները եւ կսկսվի շինարարությունը այլևս TRIP-ի։ Դելիմիտացիա դեմարկացիայի մասով ուրեմն ամբողջ փաստաթղթաբանությունը տնային աշխատանքը, այսպես ասենք, արված է, մնում է որ դա հողի վրա սկսի, ինչի իմ կանխատեսմամբ նորից 26 թվականի ընթացքում մենք կտեսնենք։ Իհարկե կա հումանիտար բնույթի հարց, դա ռազմագերիների հարցն է մեզ համար, իրենց համար օրինակ ՄԱ շարունակում է բավականին ակտուալ մնալ իրենց հազարավոր իրենց ձևակերպման առնվազն անհետ կորած անձանց ճակատագիրը, այսինքն կողմերի միջև դեռևս բնականաբար կան հումանիտար բնույթի հարցեր, երբ որ ես ասում եմ, որ տարաձայնություններ չկան, ես նկատի ունեմ բնականաբար քաղաքական բնույթի տարաձայնություններ։ Այստեղ քննարկելու բան չկա, այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան բնականաբար։ Բայց այս փոփոխությունը իրան դժվար էր պատկերացնել 25 թվականի մեկնարկին։ Պատկերացնել, որ բոլոր հարցերի, քաղաքական հարցերի շուրջ կլինի որոշակի, եթե չասենք անգամ լիակատար համաձայնություն, ապա փոխըմբռնում եւ միևնույն ուղղությամբ իրար հետ նայելու հնարավորություն, դա ահռելի փոփոխություն է։ Դա փոփոխություն է, որը ոչ միայն ազդել է հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, դա ազդել է Հարավային Կովկասում բազային ստանդարտների կամ բազային շրջանակների վրա։ Եվ J.D. Vance-ի Հայաստան այցելության մասին այսպես խոսակցություններ կան, դեռևս պաշտոնական տվյալներ այդ մասին չկան, հայտարարություններ, բայց ամեն դեպքում դա նաև ինչ կարող է նշանակել, արդյոք կարող ենք էլի կապել TRIP-ի հետ, որովհետև խոսակցություններ կան, որ նաև փետրվարին TRIP-ի հիմնակերպի աշխատանքներ են լինելու, այսինքն գետնի վրա տեսնելու ենք, թե ինչպես է TRIP-ը արդեն իրականություն դառնում։ Իդեպ նույն խորհրդարանական ընդդիմությունը պնդում էր, որ այդ փաստաթղթերը էլի մնալու են թղթի վրա, բայց այստեղ տեսնում ենք հակառակը։ Հիմա ինչպես հասկանալ նաև այս այցելությունը։ Նորից ես մի խումբ լուսնոտների ասածները բնականաբար չեմ մեկնաբանելու, իսկ երբ որ ասում եք խոսակցություններ կա, շատ նման այն հայտնի շենքում են խոսում արտահայտությանը, բայց որպես կանոն, երբ որ շենքում ինչ-որ բան խոսում են, տակ առնվազն ինչ-որ բան կա, այո, դիտարկենք, եթե ԱՄՆ փոխնախագահը իսկապես գալիս է, իսկապես մինչև այս պահն այնպես պաշտոնական հայտարարություն մենք դեռ չենք տեսել, շատ նման է իրավիճակը նրա ժամանակագրորեն առնվազն, որ դա համընկնում է TRIP-ի շուրջ բանակցությունների ավարտին եւ բուն շինարարության մեկնարկին,
բավականին այսպես ուշագրավ միջոցառում կդառնա, եթե հիմնարկեքին ամենափոխնախագահն ներկա լինի, դա եւս մեկ անգամ կամրապնդի այդ ենթակառուցվածքային հանգույցի նշանակությունը, ուրեմն դրա շուրջ հայ-ամերիկյան պայմանավորվածությունների անշրջելիությունը եւ հիմնարկեքը ու շինարարության մեկնարկը իր հերթին, ես կարծում եմ բավականին դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական բանակցությունների մնացյալ թևերի վրա։ Ես օրինակ չեմ բացառում, որ մեկը մեկի հետ որոշակի առնչություն ունենալով մենք կհանգենք մի իրավիճակի, երբ որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, անգամ մինչև ընտրություններ Հայաստանում, թողնելով վավերացումը ավելի ուշփուլի։ Քչերն են տեսնում այդ հավանականությունը, իդեպ, որ մինչև 2026 թվականի ընտրություններ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել։ Դե, ոչինչ։ Էրդողանի կողմից նաև վերջերս ազդակներ ստացանք դրական, որ հայ-ադրբեջանական բանակցությունները գնում են շատ դինամիկ փուլով առաջ են շարժվում, այդ իմաստով նաև ասաց, որ դրական լուրեր կլսենք Թուրքիայի կողմից, որոնք են լինելու այդ դրական ազդակները, քայլերը։ Դե տեսականորեն ինչ դա քննարկվում է սպայդրությամբ, մի էլեմենտը դա թուրքական ավիաուղիների մուտքն է Հայաստան, դեպ դրանք առաջին թուրքական ավիաուղիները չեն, որ Հայաստանում աշխատում են, Pegasus-ը բավականին վաղուց է աշխատում, Pegasus-ը դա ըստեյության բյուջետային ավիաընկերությունն է, իսկ դրա այսպես մայր ավիաընկերությունը դա թուրքական ավիաուղիներն են, եւ ոնց հասկացա նախնական գաղափարը օրական առնվազն մի ռեյս ունենալն է Երևան-Ստամբուլ, դա կարծեմ Հայաստանում է բավականին կարևոր զարգացում է, որտեղ Ստամբուլը աշխարհի ամենակապված քաղաքներից մեկն է այլ կետերի հետ եւ դա կարող է բերել նաև իր հետ շղթայական գնիչեցում մնացած բոլոր ուղղություններով, որովհետև ինքն է բավականին էժան ավիաընկերություն է եւ ուղղություն է։ Ինչ վերաբերում է մյուս, դա բավականին վաղուց բանակցված եւ համաձայնեցված իրադարձություն է, որ պետքա տեղի ունենա դեռևս ընթացիկ տարվա, եթե ճիշտ եմ հիշում, հունիսին, դա հայ-թուրքական սահմանի բացումն է երրորդ երկրների քաղաքացիների եւ նաեւ դիվանագիտական անձնագրերի կրողների համար։ Չեմ բացառում, որ նաեւ սա օրինակ է նկատի ունի Թուրքիայի նախագահան։ Նաև, այսպես գիտեք, կան մի քանի գաղափարներ, որոնք որ նույնպես բավականին կարևոր են Հայաստանի համար, բայց ես կարծում եմ նաև Թուրքիայի համար, դա օրինակի համար էլեկտրահաղորդակցության կապի ստեղծումն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Դուք գիտեք, որ մենք Իրանի հետ ունենք կապ էլեկտրահաղորդակցության, Վրաստանի հետ ունենք կապ, ես կարծում եմ բավականին կարևոր է մեզ համար նաև Թուրքիայի հետ ունենալ այդ կապը, որովհետեւ Թուրքիան իր հերթին էլեկտրահաղորդակցության կապով միացված է Եվրոպական միության հետ, եւ դա մեզ համար կնշանակի ինչ-որ չափով, իհարկե այնտեղ ոչ սինխրոն, բայց որոշակի իմաստով կապ Եվրոպական միության շուկայի հետ, ինչը բավականին կարևոր է։ Եվ նմանատիպ այլ պրոյեկտներ, որոնք որ կարող են երկու երկրները իրար ավելի մոտ դարձնել։ Պարոն Քոչարյան, չեն կարող անտեսել նաև տարածաշրջանային, այսպես ասած, խաղացողներին, Իրանին եւ Ռուսաստանին, վերջին շրջանում գիտեք, թե ռուսական կողմից, թե Իրանից վիլայեթի շուրթերով լսեցինք, որ թրիփը դա օրինակ ռուսական կողմից ասացին, որ առանց Ռուսաստանի չի կարող իրականություն դառնալ, քանի որ այն տարածքով, որտեղով պիտի անցնի թրիփը, դա վերահսկվում է ռուս սահմանակապահների կողմից։ Իրանը կրկին խոսում էր իր կարմիր գծերի մասին, որ թրիփը իրենց համար դեռևս անհասկանալի է եւ անընկալելի, Իրանը այդ առումով որոշակիորեն դեմ է, շարունակում է այդ կարծես թե այդ գիծը նարատիվը շարունակել։ Ամեն դեպքում Վենսի այցելությունը, եթե իրականություն դառնա եւ թրիփը գետնի վրա արդեն տեսնենք իրականություն դառնա, սա չի կարող գրգռել թե Իրանին, թե ռուսական կողմին, թե նաեւ ճիշտ աշխատելու ռուսական կողմի դիրքորոշումը մենք կարող ենք ձևակերպել որպես пассив-ագրեսիվ, այսինքն իրանք այդպես ներքուց դեմ են, բայց առանձնապես շատ չեն արտահայտում եւ շատ չեն գործում այդ նախագծի դեմ, իմ կարծիքով ոչ Հայաստանի պատճառով, այլ այն պատճառով, որ իրենք որոշակի հույսեր ունեն համագործակցության հասնել Ուկրաինայի գծով այս ադմինիստրացիայի հետ եւ չեն ուզում հավելել անգամ գրգռել ադմինիստրացիային այս թեմայով, այս հարցով, մանավանդ որ սա կարծես այս ադմինիստրացիայի համար այս պատմությամբ ամենակարճ ժամկետում հաջողության հասնելու հնարավորությունն է եւ իրենց կնքած խաղաղության process-ներից ամենահաջողվածն է առնվազն մինչև այս պահը ու կրում է նաեւ իրենց նախագահի անունը։ Միևնույն ժամանակ ես կարծում Ռուսաստանում նաև թերահավատ են ինչ-որ առումով, որ այս նախագիծը ընդհանրապես հնարավոր է իրականություն դարձնել, առավել եւս առանց իրանց, շինարարություն եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը միասին որոշակի пассив, ուրեմն որոշակի пассивություն է ստեղծել Ռուսաստանի կողմից, բայց դա пассив-ագրեսիվություն է։ Իսկ ինչ վերաբերվում է Իրանին, ուրեմն իրանական կողմը այսպես բավականին դուալիստական մոտեցում ունի։ Մի կողմից մենք տեսնում ենք նախագահի ադմինիստրացիան կառավարությունը, որի հետ ընդհանուր առմամբ կարծես թե
ընդհանուր հայտարարի մենք կարողացել ենք գալ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք հոգևոր առաջնորդի շրջապատից հնչող հայտարարությունները, որոնք որ բոլորովին այլ տրամաբանության մեջ են։ Ես իրանագետ չեմ, ինչքանով որ հասկանում եմ, սա բավականին հաճախ հանդիպող իրականություն է, երբ որ տենց երես կամ երկու միաժամանակ դիրքորոշում է հայտնում այդ երկիրը։ Ամեն դեպքում իրականությունը սա է եւ Հայաստանի խնդիրը պետք է լինի փորձել հայրենական հարաբերությունները պահել չտուժած վիճակում եւ հայրենական հարաբերությունները փորձել զարգացնել այս իրականության տրամաբանության մեջ։ Ես չեմ կարծում, որ անգամ տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանը հրաժարվի այս բոլոր գործընթացներից, որտեղ Իրանը դրան դեմ է։ Պարոն Քոչինյան, քանի որ ասացիք, որ հավանական համարում եք, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ կարող են կնքվել խաղաղության, չէ, հնարավոր։ Հնարավոր համարում եք, որ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը, տեսեք, մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, նաև մեր տաղավարից եք նման առաջարկ արել, որ ընդդիմությունն էլ կարող է սեփական օրակարգով հանդես գալ։ Ընդդիմությունը իհարկե արդեն դա կյանքի է կոչել, յուրաքանչյուր ուժ փորձում է այսպես ավելի ընդդիմադիր երևալու համար ասել, որ այս խաղաղությունը, որ բերել է այս իշխանությունը, այդքան էլ խաղաղություն չէ, մենք կգանք ուժեղ բանակցեղողներով եւ կփորձենք երաշխավոր դառնալ այդ խաղաղությանը։ Օրինակ, ինչ ասել է ուժեղ բանակցող, դա արդյոք քաղաքական տերմին, այսինքն խոսքը սպորտային ինչ որ մրցաշարի մասին չէ, հիմա բոլոր քաղաքական ուժերը իրար հերթ չտալով անուններ չեմ տա, որովհետեւ ձեր բառերով ասած լուսնոտներին չեք մեկնաբանում, բայց ամեն դեպքում նաեւ խաղաղության գործընթացը կարծես պաշտպանության կարիք ունի։ Գիտեք, երբ որ այդ պարտիկ խոսում են ավելի ուժեղ բանակցողի մասին, իմ մտքին գալիս է նախորդ տարիների ընթացքում իրանց բանակցողները, չգիտեմ, Էդվարդ Նալբանդյան, Վարդան Օսկանյան, եւ ոչինչ բացի խղճահարությունից ես չեմ զգում, որովհետեւ երբ որ ես տեսնում թե այդ մարդիկ ինչ են բանակցել, ոնց են բանակցել, իրանք իրանց են գժի տեղ դրել, իրանք մեզ են գժի տեղ դրել, իրանք միջազգային հանրությանն ու Ադրբեջանին են գժի տեղ դրել, այդ ամեն ինչի արդյունքում պարզվեց, որ մեջներից գիժը մենակ մենք էինք, որ այդ ամեն ինչը կոտրվեց մեր գլխին։ Դրա համար այդ ավելի լավ բանակցող, ավելի լուրջ բանակցող, իրանք իրանց դիրքավորել որպես տենց լուրջ մարդիկ, որոնք գալու են լուրջ բաներից են խոսալու, մենք տեսել ենք այդ մարդկանց ամբողջ լրջությունը, որը իրականում անլրջություն է, որը իրականում իմիտացիա է բանակցային գործընթացի, որը իրականում ստատուս քվոյի անընդհատ եւ անվերջ վերարտադրություն էր, այն հույսով, որ կա Ռուսաստան, կա ռուսական կայսրություն, որը մեզ անվերջ կպաշտպանի, բայց այդ հաշվարկը ուղղակի կործանվեց, իդեպ նաեւ նշեմ, որ այսօրվա իշխանությունը իր առաջին տարիներին նույնպես շարունակում էր այդ իներցիան եւ գտնվում էր այդ տրամաբանության մեջ եւ դա այս իշխանության երևի թե ամենամեծ արտաքին քաղաքական սխալն է եղել այնպես որ չգիտեմ այդ լուրջ բանակցող իրանք ում նկատի ունեն այդ են հին հների թեւը իսկ այս չգիտեմ մյուս թեւը որ ավելի շատ ինչ-որ տես բիզնես տրայի լսկի կուսակցություն չունեն բիզնես ինչ որ նախաձեռնության ավելի շատ իրանք իրանց ինչա թվում որ եթե ինչ որտեղ ինչ-որ մի հատ բիզնես մոդները ստացվել ապա միջազգային հարաբերությունները ստացվել դրանք շատ տարբեր բաներ են եւ վերջապես երրորդ բանակցային գործընթացները ավելի լավ բանակցող ավելի վատ բանակցող տրամաբանության մեջ չեն դրանք հայելին են հողի վրա գոյություն ունեցող աշխարհակաղակական իրավիճակի ուժային բալանսի տարածաշրջանային տերությունների շահերի եւ դրանց դրվածքի եւ քո ինչ որ չափով այո մանևրելու հնարավորության բայց այդ մանևրելու քո հնարավորությունը ինքը օրինակ այդ 100 միավոր բաղադրիչների մեջ 5-ից 6-ն է ոչ ավել մնացածը ինչպես ես նշեցի դա հողի վրա ուժային բալանսն է դա աշխարհակաղակական դրվածքն է դա տարածաշրջանային պետությունների շահերն են եւ այլն եւ այլն եւ այլն իմ կարծիքով ստանալ ավելին այս խաղաղության գործընթացից քան նախատեսված է ներկայումս հնարավոր չէ եւ իմ այս բարերը գիտեք հայտնի չափով ապացուցվում են բանակցային ողջ գործընթացի պատմության մեջ երբ որ հայկական կողմը անընդհատ փորձել է ստանալ իր ցանկացած մաքսիմումը եւ ամեն հաջորդ բանակցային փաթեթը հայկական կողմի համար եղել է ավելի վատը սկսած փուլային լուծման տարբերակից որ հայկական կողմը հրաժարվեց ուզեց փաթեթային արդեն ավելի վատն էր քան փուլայինը եւ դրանից հետո արդեն այնտեղ Կազան եւ յուրաքանչյուր հաջորդ փաթեթը մեզ համար միշտ եղել է ավելի վատը ինչու որովհետեւ հայկական Հայաստանում բնակչությունը նվազում է Ադրբեջանում բնակչությունը ավելանում է որովհետեւ իրանց զինված ուժերի բյուջեն ավելի արագ է աճում քան մեր զինված ուժերի բյուջեն եւ այլն ու սրանք տենդենսներ են որոնք որ շարունակվում են այլևս 30 տարի եւ կույր պետք է լինել սա չտեսնելու համար ուրեմն խոսալ նրա մասին որ այ մենք կգանք հաջորդ փաթեթ ավելի լավը կդարձնենք շատ նման է 90-ականներին փուլային տարբերակը գցել, ասել մենք կգանք ավելի լավը կբանակցենք ու տեսանք թե դա ինչով ավարտվեց ախր հասկանում եք։ Մենք մեր ամենաուժեղ պահին բաց թողեցինք այդ հնարավորությունը, ամեն ինչ տապալվեց,
Եվ հիմա անգամ այս բան արդեն իսկ եղստեյության բանակցված պատրաստ փաստաթղթերը այսպես տպած դրած վիճակա, ասում են մենք գանք ավելի լավը կբանակցենք։ Եղբայր պետք չի մենք տեսել ենք ձեր բանակցածն էլ, ձեզ էլ գիտենք, ձեր լրջությունն էլ գիտենք, ինչի մասին է խոսքը։ Իդեպ մեր ձևովից կարծես թե ձեր խորհուրդները դեռևս չեն ընդունել եւ Նարեկ Կարապետյանը շարունակում է մնալ առաջին պլանում, հետաքրքիր հայտարարություններ արել, հետաքրքիր ճակերտավոր նաեւ զուգահեռներ է տանում Վրաստանի հետ, ասում է, որ իրենք գալու են նաեւ տնտեսությունը ոտքի կանգնեցնեն, բացի խաղաղությունից, որ դա մի ուրիշ փաթեթ է, տնտեսությունն են ոտքի կանգնեցնելու եւ դա անելու է մարդ, որ ինքը արդեն տնտեսությունից գաղափար ունի, ինքը հարուստ է, գալու է բոլոր աղքատներին, հազարավոր մարդկանց աղքատությունից հանելու է ու ասում է, տեսեք, նույն Վրաստանում 7 տարվա մեջ ինչեր արեց այս իշխանությունը եկավ ու մարդկանց աղքատության քանակը ինչպես փոխվեց մի կողմ թողնենք Վրաստանը եւ այդ թվերը, որոնք կարծես թե այդքան էլ չեն գալիս հաստատելու։ Ձեր նշած անձի կողմից երևի թե աշխարհի ամենավատ օրինակն է իրանց տրամաբանության մեջ բերվել, որտեղ երբ որ մենք ասում ենք օրինակ համար, որ իրանք որպես պրոյեկտ դա Բիձինա Իվանիշվիլի 2.0-ն է, այսինքն Ռուսաստանում տենց որոշել են նորից հեծանիվ չհորինել եւ օգտագործել նույն գործիքը, որը իրանք ժամանակին օգտագործել են Վրաստանում, այսինքն այնտեղ ուղարկել մի ռուս միլիարդատեր, ռուսաստանցի միլիարդատեր, որը այդ հարցերը կփորձի կենտրոնացնել, որ ամբողջ իշխանությունը կփորձի կենտրոնացնել իր ձեռքում, երբ որ այդ մարդիկ իրենք են սկսում Վրաստանի օրինակը բերել, չգիտեմ, դա կամ տոտալ քաղաքական բոբիկություն է, կամ ինքնա խարազանում է, ինքնա վնասում է, որովհետև իրանց դեպքում դա աշխարհի ամենավատ օրինակն է, որտեղ իրանց մեղադրում են նրանում, որ իրանք հենց այն են, ինչ որ տեղի ունեցավ Վրաստանում, եւ իրանք ասում են, դե մենք գնանք նույն ձև ինչու Վրաստանում, ինչի մասին է խոսքը։ Պարոն Քոչինյան, նույն շրջանակներին, որոնց դուք անվանում եք լուսնորդ, ես խորհրդարանական ընդդիմություն, շատ զայրացրել է Կարա Կալասյանի հայտարարությունը, որ Եվրամիությունը պատրաստվում է այստեղ 15 միլիոն եվրո ներդրում անել հիբրիդային պատերազմի դեմ սպառնալիքների այսպես պայքարի համատեքստում, եւ տեսեք, խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ այս իմաստով Հայաստանի իշխանությունները քարտ բլանշ են տալիս Եվրամիությանը այստեղ ներքաղաքական իրավիճակներին մասնակցել եւ ամենատար նաեւ ասում են, որ իրենց է իդեպ վտանգ սպառնում, ասում է, այս կերպ իշխանությունները փորձում են մեզ չեզոքացնել դաշտից, իրենք ինչ կապ ունեն նախ հիբրիդային այդ պատերազմի հետ, այստեղ էլ ամենաուղիղ կապ ունեն, բայց ես ձեր թույլտվությամբ ոչ թե իրանց ասածները կմեկնաբանեմ, որտեղ ինձ թվում է խնդիր չկա մեկնաբանելու բջջային հեռախոսի արարքները, խնդիր կա մեկնաբանելու թե բջջային հեռախոսով քո հետ ով է խոսում իր արարքները։ Տեսեք, այն որ Ռուսաստանը գալիք ընտրություններին հսկայական մասնակցություն ունենալու եւ հսկայական ներդրումներ անելու, դա արդեն իսկ երևում է։ Մենք այսօրվա դրությամբ մեդիա դաշտում, չգիտեմ, այդ սոցիալական ցանցերում եւ որոնողական համակարգերում միացված գովազդները, երբ որ նայում ենք, դրանք բավականին մեծ բյուջեներով միացված, շատ հաճախ արհեստական բանականությամբ գեներացված վիդեոներ են, որոնք դասական այսպես ինֆորմացիոն ներխուժման փորձեր են Հայաստանի տեղեկատվական տարածք եւ սա միայն շատանալու է, սա միայն մեծանալու է։ Մենք տեսել ենք մի քանի երկրների փորձ, որտեղ դա տեղի է ունեցել, դա Մոլդովան է, դա Ռումինիան է, եւ այնտեղ ուղղակի գիտեք այդ ֆաբրիկա արդյունաբերական մակարդակի էր դա հասցված։ Հայաստանը ունի մի քանի հավելյալ ռիսկ, դրանք եւ Ռուսաստանի հետ միևնույն մաքսային գոտում գտնվելն է եւ օրինակ համար եթե Մոլդովայի դեպքում կար քեշ գումար բերելու սահմանափակում, դուք գիտեք $10,000-ից ավել կարծես թե այդքան է, որ մաքսային առանց դեկլարացիայի չի կարելի որևէ երկիր մտցնել, բայց քանի որ մենք Ռուսաստանի հետ նույն մաքսային միությունում ենք, մեր մոտ այդ արգելքը չկա։ Իսկ տնտեսականը մարդ կարող է իր պայուսակի մեջ $1 միլիոն բերել եւ մենք առնվազն իրավաբանորեն այնտեղ խնդիր չկա էլի դրա հետ կապված։ Իսկ այդ գումարները այդտեղ օգտագործվելու են, ծախսվելու են, ուրեմն եւ ես կանխատեսում եմ ընտրակաշառքների տեսքով եւ ուրեմն այդ տրոլների ֆաբրիկաներ եւ մեդիա ֆաբրիկաներ ստեղծելու տրամաբանության մեջ ֆեյքեր օգտագործելու մեջ եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչի մեջ բնականաբար Հայաստանին պետք է աջակցություն եւ նմանատիպ աջակցություն ինչը որ ստացել էր Մոլդովան, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ Ռումինիան եւ ես շատ ուրախ եմ, որ Եվրոպական միությունը հանձնառություն է վերցրել վրա աջակցելու Հայաստանում ընտրությունների ուրեմն նորմալ անցկացման կազմակերպման ուղղությամբ, դրանց լեգիտիմությունը ապահովելու նպատակով, օրինականությունը եւ օտար ուժային կենտրոններից ներազդեցության փորձերը չեզոքացնելու նպատակով։ Հիմա այս իմաստով, երբ որ լուսնոտները խոսում են նրա մասին, որ այդ հիբրիդային ուրեմն սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները նաև ուղղված են իրենց դեմ, նրանք ուղղակի փաստորեն անուղղակիորեն ընդունում են, որ իրանք այդ հիբրիդային գործընթացների, այդ հիբրիդային հարվածների մի էլեմենտն են, մի գործիքն են դրա, ինչը երևի թե Հայաստանը ոչ մեկի համար նորություն չի։
Իսկ այդ հիբրիդային պատերազմ ասվածի տրամաբանության մեջ, պարոն Քոչինյան, մենք կարող ենք ասել, որ մեր հանրությունը որոշակի արդեն իմունիտետ է ձեռք բերել, հաշվի առնելով, որ նույն 2021 թվականից մենք այդ իրավիճակում ենք եւ երբ որ էմոցիոնալ, այսպես մեր էմոցիաների եւ վախերի վրա փորձում են ինչ-որ բան, ինչ-որ թեզեր մեզ ապացուցել, գիտեք, մզկիթներ է կառուցվելու Հայաստանում եւ այլն եւ այլն։ Շատ լավ։ Իրականում ես տեսնում եմ, որ դա այսպես հաշվարկներից մեկն է, որ մեր հասարակությունը արդեն բավականաչափ կարծրացած է, ամրացած է, իմաստուն է, իհարկե մեր հասարակությունը իմաստուն է, հարցը դա չի, բայց իմ մոտ ուղղակի հարցը առաջանում, եթե ամեն ինչը ամենտեղ հույսներս դնելու ենք հասարակության իմաստության վրա, այսքան պետական կառույց ինչ ենք պահում։ Եթե ի վերջո պետք է մենք մեր հարևաններով հավաքվենք, հասկանանք, որ նա հիբրիդային սպառնալիքը որը չէ, որ տեղեկատվությունն է պետք լսել, որը չէ, որ նա արտաքին որևէ բանի գործակալի հետևանք որը չէ, բայց ինչ ենք հարկեր վճարում եւ այսքան պետական կառույցներ պահում, որոնք որ պետք է մեր անվտանգությունը, այդտեղ նաեւ տեղեկատվական անվտանգությունը ապահովեին, էլի։ Ուզում ասեմ, ամեն դեպքում հույսը թողնել մենակ դրա վրա, դա հանցավոր անգործություն է, ասենց ասեմ։ Բայց մի բաներ եմ ուզում ասել այս թեմայով, ես տեսնում եմ, ես վերջերս այսպես տարբեր չգիտեմ, փորձագետներ են հայտնվել, մասնագետներ են հայտնվել, որոնք սկսել են ասել, որոնք կարծես փորձում են մոնոպոլիզացնել այդ հիբրիդային պատերազմ եւ հիբրիդային հարվածներ տերմինը, որտեղ սաղը սկսել է դուք չեք էլ հասկանում այդ տերմինը ինչ է նշանակում, այ մենք հասկանում ենք, մենք ձեզ կբացատրենք այդ հիբրիդային տերմինը որն է։ Ես իրանց առաջարկում եմ գնանք քնեն, մենք մեր հասկացածով կշարունակենք օգտագործել հիբրիդային պատերազմ եւ հիբրիդային հարձակումներ տերմինները եւ որևէ մեկը իրենց թույլ չի տալու այս երկրում փորձել ինչ-որ տենց ինտելեկտուալ մենաշնորհ սահմանել այդ տերմինների վրա, հələ մի հատ էլ իրանք որոշեն Ռուսաստանի արածը հիբրիդային հարձակումա կամ հիբրիդային պատերազմա թե չէ։ Պարոն Քոչինյան, մեկ այլ միտում ենք նկատում, քանի որ արդեն նախընտրական տրամաբանության մեջ ենք, տեսեք, գնում է ոչ այնքան քաղաքական գաղափարների, օրակարգերի շուրջ պայքար, այլ հայտնվում են ամենատարբեր դերակատարներ, անհատներ, ովքեր հավակնում են եւ կամ որոշել են մասնակցել 26 թվականի ընտրություններին եւ իրենց քաղաքականությունը ամբողջովին ձևավորվում է այնպես կամ կառուցված է այնպես, որ պիտի դիմացինին հնարավորինս ավելի շատ նսեմացնեն, արժեզրկեն, որպեսզի այդ ֆոնին իրենք Երևան ավելի ուժեղ, ավելի խելացի, ավելի բանակցող, ավելի ճիշտ։ Այստեղ ինչու օրակարգերի եւ այդ գաղափարների շուրջ պայքար ամեն դեպքում դեռևս կարծես թե չի ձևավորվում։ Մենք անընդհատ գալիս ենք նույն բազային խնդրին, որի շուրջ ես ամիսներ, եթե ոչ արդեն տարիներ եմ խոսում, դա այն է, որ Հայաստանում անհրաժեշտ է անդիմափոխություն, քանի դեռ Հայաստանում չձևավորվի պրոժողովրդավարական ընտրելու ընտրվելու ունակ adekvat, ռացիոնալ եւ որոշակի ռեսուրսների տիրապետող ընդդիմություն, Հայաստանի քաղաքական համակարգը շարունակելու է լճանալ, ճահճանալ եւ դեպի զարգացում չի գնալու։ Եվ ձեր նշածը դրանք ընդհանրապես սիմպտոմներն են այս բազային խնդրի։ Այսինքն ամեն դեպքում խնդրի լուծումը ընդդիմափոխությունն է։ Այո։ Եվ ինչու են կարծես թե ընդդիմության որոշ դերակատարներ, չասեմ ընդդիմության, բայց մարդիկ, ովքեր հավակնում են էլի մասնակցել ընտրություններին, այսպես փորձում են հիմնականում կրկնօրինակել անգամ այն նույն թեզերը, նույն տեխնիկաները, նույն քաղտեխնոլոգիաներն են օգտագործում, ինչ որ Նիկոլ Փաշինյանը փորձում են նմանվել։ Ինչու չի կայանում նաև քաղաքական նոր դերակատար։ Դե ասացի, որովհետև այն իմ նշած բազային պայմաններին կամ ոչ մեկին կամ դրանց մեծ մասին այդ մարդիկ չեն համապատասխանում։ Նույնիսկ եմ կրկնում, Հայաստանին անհրաժեշտ է պրոժողովրդավարական, ռացիոնալ, ընտրելու ունակ, ուրեմն որոշակի ռեսուրսների տիրապետող ընդդիմություն։ Հիմա ձեր նշած ուժերը, որոնց դուք կոչում եք ընդդիմություն, կամ այս բոլոր կետերին չեն համապատասխանում, կամ սրանց մեծ մասին չեն համապատասխանում։ Մինչև այս բազային խնդիրը չլուծվի, մնացած ամեն ինչը սիմպտոմատիկա է։ Ասել իրանք միմիկա են անում, կրկնօրինակում են եւ այլն, այդ չի խնդիրը։ Խնդիրն է, որ այդ մարդիկ Հայաստանի մասին չեն, կամ ընդդիմություն չեն, կամ ռացիոնալ չեն, կամ ժողովրդավարական չեն։ Պարոն Քոչինյան, ինչ է տեղի ունենում ձեր գնահատմամբ նաեւ եկեղեցու շուրջ վերջին բացահայտումները, պակ գործակալ լինելու հետ կապված։ Սրանք ձեր համար շոկային ինչ-որ նորություններ էին, թե պարզապես նորություններ են։ Ողբերգություն է տեղի ունենում եկեղեցու շուրջ։ Շոկային տեղեկություններ չեն, բայց գիտեք, անգամ այդ վերջին երկու հանրահավաքները, որոնք կազմակերպվել էին Էջմիածնում, շատ խոսուն կերպով, այսպես ցույց են տալիս իրավիճակը, որ եկեղեցին դարձել է Հայաստանում քաղաքական պայքարի թատերաբեմ, ինչը ողբերգություն է։
կան պրոիշխանական եկեղեցականներ, կան ընդդիմադիր եկեղեցականներ, ընդդիմադիր եկեղեցականները հարվածում են իշխանությանը, պրոիշխանական եկեղեցականները հարվածում են ընդդիմությանը եւ մյուս եկեղեցականներին, այս եկեղեցականները, սա պարզապես ողբերգություն է։ Այս իրավիճակը ես կարծում եմ, որ հնարավորին է շուտ պետք է իր հանգուցալուծման հասնի։ Ինչպես։ Ես բազմիցս եմ ասել, որ ես չեմ կարծում, որ Հայաստանում կա եկեղեցու խնդիր, Հայաստանում կա 7 հոգևորականների խնդիր, որոնցից 4-ը, ճիշտ եմ հիշում, այս բան արդեն իսկ ձերբակալված են, եւ մնացել են 3-ը։ Ես կարծում եմ, որ այդ 7 հոգին պետք է ուղղակի հեռանան եկեղեցուց եւ եկեղեցում ստեղծվի պայմաններ իրավիճակը բուժելու, իրավիճակը կազդուրելու համար։ Այդ եկեղեցի նորոգման այդ ճանապարհին Գարեգին-բեի հեռանալը պարտադիր պայման է, ըստ պարոն Քոչինյան։ Եվ այդ 7-ի մեջ մտնում է նաեւ Գարեգին-բեն։ Մտնում է եւ Գարեգինը եւ իր եղբայրը։ Եվ նաև դուք էլ ասացիք, ըստ էության կարելի է արձանագրել, որ քաղաքական process-ները տեղափոխվել են Մայրաթորի բակ, վերջին նաև հավաքները հաշվի առնելով։ Այո։ Անդրադառնալով նաև 2026-ի ընտրություններին կրկին, պարոն Քոչինյան, դրանք պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու ընտրություններ են լինելու, թե շատ ավելի լայն, այսպես ասած, նշանակություն են ունենալու աշխարհաքաղաքական, քաղաքակրթական առումով։ 26-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենավճռորոշ ընտրություններից մեկն են եւ գիտեք, ունիկալ են այն առումով, որ հայտնի չի դրանց արդյունքները։ Օրինակ նախորդ գրեթե բոլոր ընտրությունները կամ ադմինիստրատիվ, այսինքն մենք գիտենք, որ դրանք կեղծելու են եւ դրանց հետևանքները կամ ուրեմն ակնհայտ էր ֆավորիտը հասարակության համար, բայց ինչ որ բացառությամբ վերջին արտահայտ խորհրդանական ընտրությունները եւ այս գալիք խորհրդանական ընտրությունները դրանք ունիկալ են, որ նախապես դրանց հաղթողը հայտնի չէ։ Սա իդեպ երևի թե Հայաստանը ինչ որ առումով նույնիսկ բացառություն է այս պայմաններում ամբողջ տարածաշրջանում, որ երևի միակ երկիրն է, որտեղ ընտրությունների արդյունքները նախապես հայտնի չեն։ Վճռորոշ են լինելու մի շարք պատճառներով, որտեղ սեղանին դրված է խաղաղության գործընթացը, որը այսպես ուղղակի կերպով կապված է ընտրությունների արդյունքների հետ, սեղանին դրված է հայդուկական կարգավորման հարցը, սեղանին դրված է ուրեմն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերաիմաստավորելու շարունակությունը եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները խորացնելու հարցը, Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի շարունակության հարցը, մի շարք հարցեր։ Սրանք բոլորը սեղանին են դրված եւ մեծագույն առումով կախված են ընտրությունների արդյունքներից։ Եվ կրկին չթերագնահատելով իհարկե հանրության, այսպես ասած, խոհեմությունը, բայց ամեն դեպքում, պարոն Քոչինյան, քանի որ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր քաղաքական դերակատարները, ովքեր հավակնելու են անցնել խորհրդարան, այսպես եւ կամ վարչապետի աթոռին ավելի շատ հավակնող ուժեր եւ անհատներ կան, տեսեք, խոստումները շատ են, ինչպես պիտի նաեւ հասկանալ որտեղ է իրականությունը, որտեղ է խոստում, այսինքն որ դա պարզապես խոստում է եւ ոչ թե իրականության հետ կապ չունի։ Օրինակ հազարավոր մարդկանց աղքատությունից հանել սա խոստում է, թե իրականության հետ աղերս ունի, սա որևէ ճանապարհային քարտեզ կա, թե ինչպես։ Գնում ես, հանում ես։ Ես կարծում եմ Հայաստանում չափահաս մարդը պետք է որ կարողանա տարբերակել գյուլնած տատի հեքիաթները նախընտրական քարոզարշավից եւ նախընտրական process-ներից։ Եթե մարդու մոտ դա չի ստացվում, ապա դա արդեն իսկ խնդիր է, ասենց ասեմ։ Այնտեղ ուրիշ բաների մասին արդեն պետք մտածել, ոչ թե քաղաքական։ Դե նաև քիչ չի խոսվում այն մասին, որ խորհրդարանական ընդդիմությունը հատկապես իր համար թիրախային որպես այդպեսին, այսպես լսարան կամ թիրախային ընտրող է ընտրել նաև համեմատաբար ցածր տարիքի մարդկանց, ովքեր օրինակ տեղյակ չեն, քիչ թե շատ չգիտեն, որ եղել է մարտի 1, եղել է հոկտեմբերի 27, այսինքն նաև կա ինչ-որ մի շերտ, որ չի ապրել, չի տեսել այդ տարիները։ Այն որ երիտասարդները շատ հաճախ մի քիչ լավ չեն պատկերացնում, թե ինչ բան է Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ անա Իրանից ներկայացնում, դա իհարկե խնդիր է եւ այդ խնդրի ուղղությամբ պետք է շարունակել աշխատել, ինչը մեզ իրականում վերադարձնում է կրթական համակարգում բարեփոխումներից չափազանց ցածր մակարդակին եւ չափազանց երկար գնացող գործընթացներին, հատկապես բուհական ոլորտում։ Ես երբ որ նայում եմ, թե բուհական ոլորտում միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն մասնագիտությունները Հայաստանի բուհերում ովքեր են շարունակում դասավանդել, ուղղակի մազերս բիզբիզ է կանգնում, որ հեղափոխությունից Հայաստանում անցել է 8 տարի, բայց նույն կներեք արտահայտության համար ինտելեկտուալ մանկապղծությունը բուհերում շարունակվում է, երբ որ աղակի սերունդներ են պղծում իրենց դեգեներատ կրթությամբ եւ այդ անորակ մասնագետները, այդ ռուսամոլ մասնագետները շարունակում են բուհերում աշխատել։
Գուցե դրա մասին է պետք մտածել այս թեմաների շուրջ խոսալուց։ Եվ նաև ինչ կարևոր անելիքներ կան միջև ընտրություններ, գիտեք, տևական ժամանակ է նաև առողջ որոշակի սեգմենտի մոտ այդ պահանջը կա, որ ինչու այս ուժերը անհատները շատ կոնկրետ օրինակ բերեմ, բայց մի հատ օրինակ կբերեմ։ Տեսեք, Հայաստանում բավականին չոր ուրեմն օրենսդրություն կա կուսակցական գործունեության մասին, նախընտրական գործունեության մասին, բայց փաստորեն օրենքի բաց կա, որտեղ մարդ կարա կուսակցություն չստեղծի կամ իրանց դեպքում չառնի հələ որ չգիտեմ որպես ոնց ինչ իրավաբանական անձն իրանք ձևակերպել իրանք շարժման, բայց հաստատ ոչ կուսակցություն եւ այս ըստ էության զբաղվի ակտիվ նախընտրական քարոզով, ակտիվ նախընտրական քարոզարշավով, առանց որևէ գումարային վերահսկողության, առանց որևէ ֆինանսական հաշվետվության, առանց որևէ բանի։ Սա դասական օրենքի բաց է, երբ որ փաստորեն օրենքը կարգավորում է մենակ այսքան հատվածը, բացա թողնված մեկ այլ կտոր եւ այդ մարդիկ այդ օկտորից օգտվելով ինչ ուզում անում են այս բայդրությամբ։ Իսկ օրինակ համար մեկ այլ քաղաքական ուժ, որը որ կուսակցությունն է, ունի նախընտրական հաշիվ եւ այլն, ինքը ամբողջությամբ գտնում է այդ օրենքի վերահսկողության ներքո։ Ինչն է խանգարելու այս մարդկանց այս ամեն ինչը իմանալ այս սեգմենտով, հետո ընտրությունից մի շաբաթ կամ 10 օր առաջ մի հատ կուսակցություն կառնեն, բալքի մի 100 հատ պարապ նստած կուսակցություններ կան, մեկին փողը կտան կառնեն, էլի։ Եվ արդեն այդ կուսակցությունով գնալ ընտրությունների։ Սա խայտարակություն է ուղղակի։ Այս հարցը պետք է հնարավորինս արագ լուծվել, որ մարդիկ չեն կարող զբաղվել նրանով ինչով որ իրանք զբաղվում են, լինելով ամբողջությամբ դուրս վերահսկողությունից։ Այսինքն մարզերում այդ ամենատարբեր գրասենյակ բացել, Երևանում էլ շարժումներ անել այդ ֆինանսական հոսքերը ըստ էության գրում են լրիվ անվերահսկելի եւ քեշով իմ կարծիքով։ Շնորհակալ եմ, պարոն Քոչինյան։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Կհանդիպենք։